Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն նախաձեռնել են ազգային ժողովի արտահերթ նիստ եւ իհարկե նաեւ դրա շրջանակներում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նաեւ առաջարկում է արտահերթ նիստում ներգրաված հարցերի քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով։ Ես հիմա մոտավոր ներկայացնեմ, թե օրակարգում ընդգրկված հարցերը ինչի մասին են եւ ինչով են դրանք հրատապ։ Առաջին հարցը ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագիծ է, հարգելի գործընկերներ, հրատապությունը կայանում է նրանում, որ սույն թվականի հունիսի 7-ին նախատեսված են ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ նաեւ նախքան այդ ընտրությունները պետք են ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել, ըստ էության երկու կոմպոնենտ ունի այդ նախագիծը, մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին եւ այս մասին բնականաբար նախագծի քննարկման ժամանակ ավելի մանրամասն կխոսենք։ Երկրորդ նախագիծը հրատապ է նրանով, որ ջերմատների եւ ավազանների շինթույլտվության համար տեղական турքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունվի, քանի որ ներկայումս առկա են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք գտնվում են սպասման փուլում եւ իրենց մեկնարկը կախված է տվյալ կարգավորման ընդունումից։ Հաշվի առնելով նաեւ ոլորտի արտահայտված սեզոնայնությունը, ցանկացած ուշացում կարող է հանգեցնել ծրագրերի հետաձգման եւ ներդրումային հոսքերի նվազման եւ տնտեսական ակտիվության անկման եւ սրանով պայմանավորված նախագիծը անհրաժեշտ է ընդունել օր առաջ։ Մյուս նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը եւ արդեն գիտեք, որ հունվարից գործում է ապահովագրության մեծ ռեֆորմը եւ այս ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ եւ նաեւ մի շարք ժամկետների ապահովման նպատակով այս նախագիծն է ներառվել արտահերթ նիստում կրկին հրատապությամբ պայմանավորված, այդ խնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված եւ չորրորդ նախագիծը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծն է, որը նախատեսում է ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այս նախագծի ընդունումը նույնպես հրատապ է, քանի որ մասնավորապես ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով որ արհեստական բանականությամբ գեներացվում է որոշակի մեդիա բովանդակություն եւ կարեւոր է, որ այդ հարցը կարգավորվի նախքան ընտրությունները, որովհետեւ նաեւ հեռուստաընկերությունը եւ համապատասխան պետական կառույցները այս կարգավորումներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար ժամանակի կարիք ունեն։ Այսքանը հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Շնորհակալություն Տիկին Ջուլհակյան, հիմա հարցերի համար գրանցում տեղի կունենա, բայց մենք մի հատ այնց թողուբոհի մեջ կարևոր բան բաց թողեցինք, այսօր մայրության եւ գեղեցկության տոնն է, այդ առիթով բոլոր կանանց մայրերին շնորհավորում ենք։